Բարի երեկո, ժողովուրդ ջան, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Կարդալու եմ Եզեկիել մարգարեության 44-րդ գլխի 23 համարը, ու դա կեղնի հիմնական իմ քարոզիս վերնագիրը։ Եվ իմ ժողովրդին սովորեցնեն, Աստծո ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերությունը եւ պիղծի ու մաքուրի տարբերությունը պիտի հասկացնեն նրանց։ Պարզվում է, որ Աստծո ժողովուրդը պետք է սովորի, հասկանա, որ տարբերություն կա, պետք է լինի սուրբի ու անսուրբի մեջ, մաքուրի եւ պիղծի եւ մաքուրի մեջ։ Ամեն։ Եվ իմ քարոզիս վերնագիրը սա է։ Ինչով ենք տարբերվում։ Ինչով ենք տարբերվում։ Սուրբ Գիրքը ասում է պետք է սովորացնեն, որ տարբերություն կա։ Տարբերություն պետք է լինի։ Ժողովուրդ ջան, քաղցրներ ջան, քույրեր եղբայրներ ջան, սուրբի եւ անսուրբի մեջ տարբերություն պետք է եղնի։ Մաքուրի եւ պիղծի մեջ պետք է տարբերություն, այսինքն մարդը պետք է տեսնի, որ այս նա ուրիշ է, նա ուրիշ է։ Ու սուրբի եւ այսինքն Աստված ասում է իմ ժողովրդին սովորացրեք, որ Աստծո ժողովուրդը սուրբը գիտեք ինչն է, հրեշտակը չի։ Սուրբը կատարյալ մարդը չի։ Սուրբը նա է, ով որ առանձնացրած է Աստծո համար, ով որ իր կյանքը տվել է Աստծուն, իր մեղքերով, սխալներով, դժվարություններով եւ այլն, բայց ինքը Աստծունն է։ Այստեղ մարդիկ կան այդ ձևի, այստեղ կան որ սուրբեր են, հա, որ կա որ Աստծունն է, ես Աստծուն եմ, հա, եւ ըստ ավետարանի նա ով որ ինքը իրան տվել է Աստծուն, Աստծու համարը նա կոչվում է սուրբ, առանձնացրած։ Հիմա սուրբի եւ անսուրբի, այսինքն կա մարդ, որ ինքը Աստծունը չի, պետք է տարբերվի։ Տարբերվում ենք արդյոք մենք։ Ժողովուրդ ջան, մենք պետք է տարբերվենք։ Սուրբ Գիրքն է այդպես սովորացնում։ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարանի մեջ ասում է դուք եք աշխարհի ինչը լույսը, չէ՞, որ ասում է դուք լույս եք, ուրեմն ինչ կա, խավար կա, չէ՞։ Եթե ասում է դու լույս ես, ուրեմն խավար էլ կա։ Այսինքն պետք է եղնի տարբերություն, եթե ես լույս եմ, բայց խավարից չեմ տարբերվում, դա լուրջ խնդիր է։ Դուք եք աշխարհի աղը, չէ՞, որ կա աղ, կա նաև անալի։ Տեսած Ալանի հավատացյալ։ Տեսել ես այսինչ Ալանիմա, հա, շատ ներողություն, հա, տարբերություն պետք է լինի։ Եկեք ասենք տարբերություն պետք է լինի։ Ես ու դուք պետք է տարբերվենք, ժողովուրդ ջան։ Սուրբ Գիրքը ասում է սովորացրեք, որ պետք է տարբերվի։ Տարբերվում ենք արդյոք, ինչով ենք մենք տարբերվում։ Մի ուրիշ տեղ երկրորդ Կորինթացիներից ուրեմն 6:14-ը գրված է անհավատների հետ այլախառը լծակից մի լինեք, որովհետև ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ եւ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ։ Ժողովուրդը ասում են, ասա հանգերետ ով է, ասեմ դու ով ես։ Ես այս վերջերս գնացի Հայաստան եւ եկեղեցու անձնավորություն տեսա։ Միամիտ Վանաձորում քայլում էի եւ դեմներս եկան։ Շատ լավ անձնավորություն, ծառայող անձնավորություն, ու տեսանք, փաթաթվեցինք, ու սենց հարավ։ Այն իմ հենգերն է։ Տենամ նել կանգնած են։ Ինչ եղավ քեզ, այստեղ կարգին ծառայում էր, լավ տղա է, շնորհքով, նվիրված, ինչ եղավ մեզ, ասա հանգետ, ինչ հաղորդակցություն կա, ինչ ընդհանուր բան կա, լույսի ու խավարի մեջ, ինչ ընդհանուր բան կա, սուրբի եւ ամբարիշտի մեջ, ինչ ընդհանուր բան չկա, ժողովուրդ ջան, ինչ հաղորդակցություն կա, ում հետ ենք հաղորդակցվում մենք, ով է մեր ընկերը։ Ես այսօր չեմ ասում, որ մենք աշխարհի հետ կապ չենք ունենալու, չէ, ինչ ճիշտ եք հասկանում, հա, ում հետ եմ ընկերություն անում, ում հետ եմ ես կիսվում, ում հետ եմ իմ ժամանակը անցկացնում, ում հետ եմ իմ հացը կիսում։ Խորհրդի նստում, հա, աղաջան աղբեր ջան, ում հետ եմ խորհրդի նստում։ Սուրբ Գիրքը ասում է անհավատների հետ այլախառն
լծակից մի եղեք։ Լծակից այսինքն լուծը գիտեք, չէ՞ որ անասուններին դնում են մեր մոտ քարոզել եմ հատուկ լուծ եմ սարքել մեր տանը, բանով չակուճ, բանով ան ինչա, շուրուպավյորտով բանով։ Այդ լուծը ուրեմն բաներ եզների համար է, դե այդ լուծի մեջ նույն տեսակ պետք է անասուն եղնի։ Ասենք մի լուծը երկու հատ ասենք եզներեն իրար հետ հավասար գնում են։ Ջիա իրար հետ հավասար, երբեք ձին ու այծը իրար հետ լուծի մեջ չեն եղնի, հնարավոր չի։ Երբեք եզը ու ձին նույն լուծի մեջ չեն եղնի, դա հնարավոր չի։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, նույն լուծի մեջ չի կարա եղնի հավատը, հավատացյալը եւ անհավատ։ Ինչով ենք տարբերվում։ Տարբերվում ենք արդյոք մենք, ժողովուրդ ջան։ Արդյոք մեր մասին ինչ կարծիք կա։ Հետաքրքիր թեմա է։ Շարունակեմ։ Լավ, մի հատ էլ տեղ ասեմ ու ուրեմն երկրորդ Կորինթացիների 3-րդ գլուխ ուրեմն երկրորդ համարները ասում է մեր թուղթը դուք եք մեր սրտի մեջ գրված ամեն մարդկանցից իմացված եւ կարդացված դուք հայտնի եք թե Քրիստոսի թուղթն եք ձեր ծառայությունով եղած եւ գրված ոչ թե թանակով այլ կենթանի Աստծո հոգով ոչ թե քարի տախտակների վրա այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Գիտես որ հարևանդ գիտի որ դու հավատացյալ ես։ Կարող է դու իրան չես ասում որ դու հավատացյալ ես, բայց ինքը գիտի որ դու հավատացյալ ես։ Ու ասում է դուք ճանաչվում եք։ Դուք Քրիստոսի թուղթն եք, բոլորը ձեզ ճանաչում են։ Տարբերվում ենք թե չէ։ Ինչով ենք տարբերվում։ Արդյոք տարբերվում ենք, որ նայում են ասում են, ահա այն սուրբ Սաշան եկավ, սուրբ Սաշան։ Հա, այնքան լավ ընտանիք են։ Մեզ նկատում են, տարբերվում ենք արդյոք մենք, ժողովուրդ ջան, մենք Քրիստոսի նամակն ենք։ Մեր մասին արդյոք կարծիք կա, որ լսիրանք հավատացյալ են։ Լսինանք այս բանը չեն անի կամ ընդհակառակ այս ձևի կանեն, կամ այս հավատացյալ են, գնանք իրանց ինչ-որ բան ասենք, ինքը անպայման կանի, իրանք հավատացյալ են։ Ժողովուրդ ջան, տարբերվում ենք արդյոք թե չէ։ Էսթեր 3-րդ գլուխ 8-9-րդ խոսքերը։ Այս շատ չեմ ուզում կարդամ տեղեր, ուղղակի այս գրքի մեջ կան երկու մարդիկ հերոսները, դա Մուրդքենա, Աստծո մարդ է, հա, եւ կա Համանը, որ ամբարիշտ մարդ է, որը ուզեցել է, որ Իսրայելի ժողովրդին վնաս են, դա սատանայի խորհուրդն է։ Հիմա տեսեք, ասում է, եւ Համանը ասեց Ասուրիոս թագավորին, Ասուրիոս թագավորին, Համանը թագավորին ասավ միասկ կա ծրված եւ տարածված ազգերի մեջ քո թագավորությունում, այսինքն այդ թագավորությունը ազգ կար բոլոր գավառներում, տեսեք ասում է, եւ նրանց օրենքը ամեն ժողովրդից տարբեր է։ Այս մարդը գնացել է թագավորի մոտ ու Իսրայելի ժողովրդի մասին ասում է, լսի, սենց ազգ կա, իրանց օրենքը ուրիշ է։ Իրանք ուրիշ ձև են նստում վերկենը։ Իրանց օրենքը ընդհանուր մեր բանի հետ ոչ մի բան չունի։ Եվ տարբեր է եւ թագավորի օրենքը չեն կատարում։ Եվ թագավորին չի վայելում նրանց թույլ տալ։ Զգուշ սատանան ոնց ասես, դրած բանանը։ Ու տես, ասում է, եթե թագավորին հաճելի է, թող հրաման տրվի, որ նրանց փչացնեն, եւ ես 10,000 տաղանդ արծաթ կշռեմ կտամ գործակալների ձեռով, որ տանեն արքունի գանձատունը։ Ոչ միայն թագավորին խորհուրդ է տալիս, ասում է 10,000 տաղանդ արծաթ կտամ, պատրաստեմ գին վճարեմ, որպեսզի Աստծո ժողովուրդը վնասվի։ Ու այսօր նայեք 4 բոլորը սատանան ինչ ասես անում է, որպեսզի քեզ եւ ինձ գայթակղացնի, որպեսզի քեզ եւ ինձ վնասի։ Թեցա թե չէ, ժողովուրդ ջան, ուր որ գնաս, ունա գինա վճարան, ունա սատանայի հոգով բռնված մարդիկ գներ են վճարան, ինչի համար, որ Աստծո ժողովրդին փչացնեն, վնասեն,
որովհետև մեր օրենքը աշխարհի օրենքից տարբերվում է։ Իմ կյանքը, իմ մտածելակերպը պետք է տարբերվի աշխարհի մտածելակերպից։ Ես ու դու աշխարհի թագավորի կամքը չենք կատարելու։ Ով կարասի ամեն։ Եվ ասма թագավոր օրենքը չեն կատարում։ Լա տես սատանան ոնց է խառնվել։ Օ տենեմ այս սուրբ հետ նավակույր բիշերում հավաքվեցին։ Այս ժողովուրդը սրանք չեն բանանում, չեն հնազանդվում։ Ինչ անեմ։ Լավ ես մի հատ պիվնոյ բար սարքեմ, մի հատ նաշնոյ կլուբ սարքեմ, մի հատ ես ինչ սարքեմ։ Այնքան է երեխեք հիմար, երիտասարդների համար մի հատ բաներ անեմ։ Նրա տունը մի հատ բամբասանք չի ուղարկեմ։ Որ հավեսով նստեն բամբասեն։ Ինչով ենք տարբերվում։ Տարբերվում ենք, թե չէ։ Ինչ լավ է, որ եթե ես ու դու վկայություն ունենանք, որ եթե ինչ-որ հարց եղնի, ինչ-որ մեկը մի հատ բան ուզենանի, ասեն չի աղբեր, դու նայած գործ չունես։ Իրանք քո հետ չեն անի, քո հետ չեն քայլի, քո հետ չեն համաձայնվի, քո հետ չեն բամբասվի, քո հետ չեն գողանա, քո հետ չեն շնանա, քո հետ այդ տեղը չեն գնա, քո ասածը չեն լսի, ամեն թե չէ։ Ինչով ենք տարբերվում։ Եփեսացիների գիրք 5-րդ գլուխ 5-րդ գլուխ 18 համար գրված է եւ մի հարբեք գինով որովհետեւ նրանում անառակություն կա այլ լցվեք Սուրբ հոգով հիմա կամ պետք է գինով հարբենք կամ Սուրբ հոգով լցվենք գիտես այդքան իրար նման են որ ենք շատ են իրար նման հարբած մարդը ու Սուրբ հոգով լցված մարդը աղա ջան ախպեր Հայաստանից մի հատ բան կա ես իմիջ ալիքա տենամ ինձ բան են գցել վիդեո են գցել որ ես բան է պաշտամունքի ժամանակ բան եմ պարում եմ երգում եմ սենց ու գրել են աղանդավորները նվաճում են ռաբիս երաժշտությունով ու սենց բան են գրել որ սենց հա ու ասենք տարբեր մեկ էլ կոմենտարիաներ են գրել դեն ասես ինչա ծխել դեն ասես ինչա խմել ասենք սենց որովհետև ռեալն է քեֆ ես անում հալելույա պրոստը ու ասма մի հարբեք գինով այլ Սուրբ հոգով լեցվեք то есть արտաքինից Սուրբ հոգով լցված մարդն ու քեֆը լավ մարդը իրար չեն տարբերում։ Առաքյալները գործ կառաքելոցի մեջ, որ լցվեցի Սուրբ հոգով մարդիկ ասեցին, ես քեֆները լավ է։ Ես ինչ են անում, ես ռավոտ քշերով, ես երբ են հասել խմեն, հարբեն, չէ։ Ես ինչ են ծխել, հա։ Ու ինչով ենք տարբերվում։ Այսօր այնքան հավատացյալներ, ցավոք սրտի, այնքան հավատացյալներ կան, մահանա են մագարետ, ադե մի քիչ կարելի է էլի խմել, մի քիչ լսի, ինչով ես տարբերվում։ Պրինցիպի խմելը եսի մի չի, ասենք հմի որ մի բաժակ գինի խմես, չես հարբի վերենք, բայց ինձ ասում են, Վարդան աղբեր, համի որ մի քիչ գինի խմես, ինչ կի, ասեն ոչ է բան չի եղնի։ Պրոստը, վաղը, ամբողջ Սամարայի շրջանը, կասեն, գիտես ինչ կա, այս Վարդանը Են քեֆի ժամանակ հարբած սեղանի տակ վերընկած էր զորով վեր կացավ մի քիչ քայլեց ընկավ ցեխի մեջ խալխիկ ընկա հետ պատրուկարած հա ասեմ էտա տարբերություն կարամ ինձ թույլ տամ բայց բաներ կա որ ես պետքա տարբերվեմ ամեն կամ գինի խմեմ կամ Սուրբ հոգով լցվեմ ու դրա տարբերությունը գիտես ինչն է Ասма Սուրբ հոգով լցվելը որն է խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով երգեք եւ սաղմոսեք ձեր սրտերումը Տիրոջը գիտես ոնց Սուրբ հոգով լցվեց Մի հատ մուզիկա միացրու Я ворона на ու Սուրբ հոգով լցվի չի եղնի Բաղախմյուրի մոտ կանգնած մի աղջիկ Սուրբ հոգով չես լցվի Դայ Դեր կորնեմ քեզ անդադար Վաու մեկել
Քո սրտի ինչ արա սաղամոս երկի, Սուրբ Հոգով կլ։ Տարբերությունը որն է։ Ցավոք սրտի այսօր երիտասարդներ կան, ասեմ, ինչ ես լսում, տենա, ասեմ ցարած գնում է։ Հավատացյալ է։ Ինչ ես լսում, լավն է, պրիկոլն է։ Ինչն է պրիկոլն է։ Ինչով ես տարբերվում։ Ինչ որ մեկի համար քարոզում եմ, ինչով ենք տարբերվում։ Առաջի Կորինթացիների 10-րդ գլուխ 31 խոսք։ Թե ուտենք, թե խմենք, թե ինչ գործել որ անենք, ամեն բան Աստծո փառքի համար անենք։ Այդ գիտես ինչա նշանակը։ Երբ որ ծնունդ ես անում, Աստծո փառքի համար արա։ Երբ որ հարսանիք ես անում, Աստծո փառքի համար արա։ Երբ որ մեռել ես թաղում, շատ նեու, Աստծո փառքի համար արա։ Երբ որ գործ ես անում, Աստծո փառքի համար արա։ Ես միջև մի աշխատում եմ, ինձ ոչ մեկը չի խապել, նաբարոտ, գործս չպրծած սաղ փողրե տալիս են, մի բան է լավել, գիտեք ինչ հիմար, գաղտիկը, գիտեք ինչնա, ես իրանց մար չեմ անում, իմ տիրոջ չմար եմ անում, երբ որ իրա համար եմ անում, ինքն ասում է լսի, դավայ, պլատի, ամեն, ուտենք, թե խմենք, ու ասում է ինչ գործել որ անենք Աստծո փառքի համար։ Գաղտիկը սա է, եթե քեզ խափում են, եթե քեզ չեն լսում, փողերը չեն տալիս, կամ ինչ-որ բան են անում, մտածելու բան ունենք, ինչի համար ենք անում, ում համար ենք անում, ում ենք ուզում հաճեցնենք։ Հարսանիք եմ գնացել, տղատերն էլ հավատացյալ, աղջկատերն էլ հավատացյալ։ Հենց հարսանիքը սկսեց, շին տժժալը, շատ ներողություն։ 2 ժամ ու թողեցի գնացի։ Սեղանները առատ լցրած, առատ, ռիալ առատ։ Կանչել եմ մոտս, ասեմ, գիտեք ինչ արիք, դուք ամեն ինչ արիք, որ հաճեցնեք մարդկանց։ Լավ երաժշտություն, լավ սեղան, լավ էֆեկտներ մուզիկայի, ամեն ինչ լավ, ասեմ, ամեն ինչ արեք, որ մարդկանց հաճելի լինեք, ինչով եք հաճելի Աստծուն։ Ինչով եք հաճեցրել Աստծուն։ Երևի մեր մեջ, նու, ասենք, առաջի, սենց ասեմ, մահը որ եղել ասենք, որ գերեզման եմ դել, դա իմ մաման ա եղել, երևի, որ, ասենք, նոր ենք եկել, ու մամազ մահացավ, հա, ու դե թաղում արեցինք, մարդիկ եկան, հավաքցեցին, դե վերջն պետքա ճաշկերույթ լինի, ու շատ եկան, երևի, չեմ հիշում, ինչքան մարդեր սեղան են գցել, ու շատ անհավատներ կային, ու առաջի բանը, որ եկան մտան, տեսա իրանց աշկի մեջ հարցական կա, բարաղ նուրա, բաղորմատ հասվոց նեքնում։ Եվ ես կանգնեցի, ասեցի, սիրելներ, շատ շնորհակալ եմ, որ եկել եք իմ ցավը կիսելու, որ եկել եք իմ հետ լինելու, շնորհակալ եմ ձեզանից ամենքից հետ, հա, ու ես գիտեմ, որ դուք բխիթարության խոսքեր ունեք ասելու ինձ համար, սիրով կլսեմ ձեզ, ես հավատացյալ եմ, ես չեմ խմում, չեմ էլ ուզում դուք էլ խմեք, իմ տանս մեջ, իմ կազմակերպած բանի մեջ, եթե ունեք բան ասելու սիրով, կարակ առանց բաժակի ասեք, կարակ ինչ ուզում եք լսեք այդ բաժակի մեջ դրանով ասեք, ինձ մոտ տարբերություն չկա, բայց սա է իմ կանոնը։ Որ դու գնացել ես հարսանիք, դու ինչ-որ բան ես պատվիրել, երաժշտություն կամ ուտել, չէ, մենք որ գնում ենք հարսանիք, ուտում ենք այն ինչ-որ մեզ են տալիս, լսում ենք այն ինչ-որ նվագում են, հա, պարում ենք այն ինչ-որ բան, հա, քու հարսանիքը կազմակերպին ես, որ քու նվագի տակ պարեն, ու այդ նվագը Տիրոջը փառավորի, ամեն, ուտենք, թե խմենք, ու ինչ էլ անենք, մեկի տանը գործ է անում, եկավ ասա, Վարդան, դավայ մի քիչ քեզ փող տամ, ստեղ լևի լույս քաշենք, ասի, չեմ անի, ասա, խիք փող կտամ, ասի, ես հավատացյալ եմ։ Ինչով ենք տարբերվում։ Ինչով ենք տարբերվում։ Ժողովուրդ ջան։ Կողոսացիների 4 գլուխ 6-րդ խոսք։ Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով աղով համենված լինի, որ գիտենաք, թե ինչպես արժան է ձեր ամեն մեկին պատասխան տալ։
Ձեր խոսքը ինչ եղնի, համով եղնի, չէ, տարիներ առաջ, մեր եկեղեցը, պաշան, լավ, օղորմի իրան, սենց ասի, դե իրա կինը գալիս է, եկեղեցը մենք ծանոթ ենք, ու երևի մի 20-25 տարի անցել է այդ օրվա, մի 20 տարի հաստատ անցել է, մի օր նստած ենք իրանց տանը, դե իր ընկերներն էլ ճանաչում եմ, իրանց հետ տեսու ճանաչենք, խոսում ենք, վերջը շփվում ենք, իհարկե ավետարան եմ քարոզում, մեկ է սենց հավ, ահովիկ ջան, իմ ընկերները ասում են, այս Վարդանը լավ էլ կողական տղա է, ու երևի մի երկու ակնթարթ սենց, դաժե դուրս եկավ, բայց հետո եկատ ասի, Աստված ջան, ես քո քահանան եմ, այսինքն ես իմ անցածը հանցագործ աշխարհի մեջ եղել ու բայց իմ խոսելակերպը չէր փոխվել, շատ լուրջ ապաշխարեցի, ասի Աստված ջան, ես քո ծառան եմ, ես քո քահանան եմ, ես քո զավակն եմ, ոնց կեղնի հանցագործ աշխարհի մեջ ինձ ասեն մեր նմանա խոսում, ոնց ենք խոսում մենք, հա? Եթե բամբասող էր բամբասում ենք, եթե մեկը գալիս է թեկուզ ինչ ներողություն, ինչ բաստի ուզում է եղնի, հա, ինչի համար մեր լեքսիկոնը փոխեն, ախպեր ջոգում էլ սենց է, ինչի համար, ինչով ենք տարբերվում, ձեր խոսքը, մեր խոսքը ինչ եղնի, աղով համենված, որ մեկը քեզ լսի, ասի, ցավը տանեմ, ես ինչ լավ բաներ ես ասում, ես ինչ համով է քեզ լսել, ես ինչ հավեսով է քեզ լսելը, օրհնալ ջան, մի հատ էլ արի էլի մեր տուն, մի հատ էլ արի հանդիպենք, հենց հա թե չէ, ինչով ենք տարբերում։ Եփեսացիների 4-րդ գլուխ 29 խոսք, գրված է ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից, բայց այն, որ բարի է, շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին։ Ոչ մի գեշ խոսք դուրս չգա։ Ինչով ենք տարբերում։ Մենակ հայհոյությունը չի, հա, փառք Աստծո հետ չենք անում։ Այն էլ ես իմ այն օրը մեկը խոսում է տան արանքի, ուզում ասիր, ջոգես որ առաջին Պետրոս 3-րդ գլուխ առաջի համարից։ Գրված է նույնպես էլ կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն, խոսքին կանանց վարքովը առանց խոսքի շահվեն, վարք։ Այս տղամարդիկ թող չասեն ալելույա էլի, չնայած այս ալելույա ասելու բանա, որ չասեն ալելույա, տեսար հեսա կնգանս ասեմ, տեսար, դու միտեղ մեկի տանը աշխատում էի ու ես բոլորին Աստվածաշունչ եմ նվերտվել, բոլորին։ Մեկ էլ մի երկու օր անցավ, սրա հենց մտատուն կին այդ Աստվածաշունչը ձեռին եկավ ասավ, «Էս ինչ գիրքավոր նվերել ես», ասի Աստվածաշունչը։ Մեկ էլ բացեց, Word-յան էլ գտել էր այդ տեղը, բացեց ու սենց անում, բանը, «Дима говорит, повинуйтесь своим мужьям как Господу», вот Վարդան сказал։ Որտեղից էլ գտել է ուսես բատը կողմի աշխոր, հմեն այդ չեղնի որ կանայք հնազանդ եղեք ու ալելույա էսա գնամ, հա, այստեղ խոսում է վարքի մասին, հա, ոնց ենք մենք պահում, թե տղամարդիկ, թե կանայք։ Տեսնելով ձեր երկյուղացությամբ պարկեշտ վարքը, որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հյուսելը եւ ոսկեղենների շարելը կամ շիքե խանդերսներ հակնելը, այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, որ դա Աստծո առաջ շատ թանկագին է։ Այսօր մեր հագուստը թե տղամարդ, այսօր կանանց մասին է գրած, բայց թե տղամարդ, թե կին, ինչով ենք տարբերվում։ Ասում ձեր արտաքին հագուստը, հա, փառք Աստծո, գոնե մեր հայկական այս մի քիչ բան ենք եղել, հա, այդ կա, ինչով ենք տարբերվում, ժողովուրդ ջան։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխի մեջ գրված է. «Մի եղեք հեթանոսների նման, որ մտածում են ինչ ուտեն, ինչ խմեն, այլ փնտրեք Աստծո թագավորությունը եւ նրա ճշմարտությունը, եւ այդ ամենը կտրվի ձեզ»։ Ինչով ենք տարբերվում։ Ասենք այսօր մարդ կա եկեղեցի չի գալիս, ասում ես ինչ կա, ասում ես գործի եմ։ Գիտես այնքան պարտք ունեմ, պարտ մի վեր կա։ Գիտես այնքան ծրագրեր ունեմ, որ ծրագրում ես, այդ ծրագրերը որ ծրագրում ես, գրի Կիրակի օրը ժամը 4-ի եկեղեցի։
Հետո մնացածը հավեսով կտրվի բան։ Որ ծրագրում ես ֆինանսն հետ գրի, ահա աշխատավարձ ստանամ առաջինը 10-րդ։ Այսքանը զոհաբերություն մնացածը հետո։ Մեկը գտնա սա հավեսով դզվեց։ Եթե ուրիշ ձև է, հեթանոսներն են տենց անը։ Մեր էկոնոմիկան ուրիշ է, ժողովուրդ ջան։ Մեր օրվա առօրյան ուրիշ է։ Մենք պետք է տարբերվենք։ Ամեն։ Մենք պետք է տարբերվենք։ Մենք չենք կարող նույն բանի մեջ եղնենք, նույն լուծի մեջ, նույն ձևի, խոսանք, հագնվենք, քայլենք, գործենք, նույն բանն անենք, հնարավոր չի։ Մաղաքիա 3-րդ գլուխ 14 համար։ Դուք ասում եք, դատարկ է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, որ մենք նրա պահպանությունները պահել ենք, սուքով վարվեցինք զորաստիրոջ առաջին, ահա հիմա մենք երևում ենք գորոզներին եւ բարեշենել են անօրենություն անողները, միջև անգամ Աստծուն էլ փորձում են եւ պրծնում են։ Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողներ իրար հետ, եւ Տերը ականջ դրեց ու լսեց, եւ հիշատակի գիրք գրվեցավ նրա առաջին Տիրոջից վախեցողների համար, եւ նրա անունը պատվական համարողների համար։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է զորաստերը։ Այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, եւ ես նրանց կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդիներին կխնայի, որ ծառայում են իրեն, եւ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի ու ծառայություն չանողի տարբերությունը։ Ինչով ենք տարբերվում։ Տարբերվում ենք, թե չէ։ Մենք պետք է տարբերվենք։ Մենք Աստծո թագավորության դեսպաններն ենք այստեղ։ Աստծո թագավորության մասն ենք այստեղ, այս երկրի վրա։ Մենք մարդիկ ենք, ում վրա Աստված ծրագիր ունի, որ մեր միջոցով ինքը փառավորվի։ Ժողովուրդ ջան, ասավ սովորացրեք, որ կա տարբերություն սուրբի ու անսուրբի մեջ, մաքուրի ու անմաքուրի մեջ կա տարբերություն։ Եվ վերջի տեղը, որ կարդամ եւ աղոթք անենք, Ելից գիրք 11-րդ գլուխ 7-րդ համար գրված է. եւ Իսրայելի որդիների ոչ մեկի դեմ մարդից մինչև անասուն մի շուն էլ չի շարժի իր լեզուն, որ գիտենանք, թե Եհովան եգիպտացիների եւ Իսրայելի մեջտեղը տարբերություն է ան։ Աստված տարբերություն է դնում։ Ու ասում է մի հատ շուն էլ չի վրետ հաչա։ Բայց պետք է տարբերվենք։ Ամեն։ Ինչ որ մեկի համար քարոզեցի, հա, աղոթենք, եկեք հասկանանք ժողովուրդ ջան, մենք Աստծո ժողովուրդ ենք։ Ես ինձ բռնացրել եմ մի բանի մեջ, որ շատ եմ ասում Աստված ջան, ես ուզում եմ, որ դու փառավորվես։ Ես ուզում եմ, որ դու փառավորվես։ Ես ուզում եմ, որ դու փառավորվես։ Ու գիտես ինչ կա, գաղտնիք կա։ Աստված էլ ասում է, ինձ փառավորողին ես կփառավորեմ։ Հալելույա։ Եկեք նպատակ դեն, ասենք Աստված ջան, ուզում եմ դու փառավորվես իմ տանս մեջ, իմ գործերի մեջ, իմ խոսքերի մեջ, իմ հագուկապի մեջ, իմ քայլերի մեջ, իմ մտածելու մեջ, իմ նպատակների մեջ, իմ ծառայության մեջ, ամեն ինչի մեջ, որ դու փառավորվես։